Ստեփանավանը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում Լոռվա մարզում։ Ժամանակին այս տարածքով անցնում էին քարավանային ուղիները։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։ Շրջակայքում կան սոճու խիտ անտառներ, որտեղ արտադրվում են նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների համար։ Երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատված նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային ազդեցություն շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։ Հանգստանալով այստեղ միանշանակ պետք է ծանոթանալ նաև Ստեփանավանի տեսարժան վայրերին։ Լոռե Բերդ միջնադարյան Լոռի անունը կրող բնակավայրի ավերակները գտնվում են Ստեփանավանից 4 կիլոմետր հեռավորության վրա։ Ժամանակին այն Լոռու թագավորության սիրտն էր։ Բնակավայրը տեղակայված էր Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։ Այստեղ կառուցվել է անառիկ Լոռի Բերդը, որի պաշտպանական պարիսպը ձգվում է 200 մետր։ Այսօր այստեղ կարող եք տեսնել միայն ժամանակին հոյակապ քաղաքային կառույցների ավերակները։ Հինավուրց կամուրջ Լոռի Բերդից ոչ հեռու կարելի է տեսնել Ուռուտ գետի վրա տեղակայված հնագույն կամուրջը։ Կամուրջն ունի կամարաձև շինվածք։ Այն հիանալի կերպով համալրում է շրջակա շքեղ բնությունը։ Հնեվանք վանական համալիր Հնեվանքը գտնվում է Ձորագետի աջ ափին, Ստեփանավան քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Հնեվանքը Լոռվա մարզի ճարտարապետական և պատմական հուշարձան է, որը թվագրվում է վաղ միջնադարից։ Վանքը հիմնադրվել է 6-րդ դարում, իսկ 12-րդ դարում այն վերականգնվել և մասամբ վերակառուցվել է։ Վանական համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց, գավթից, ինչպես նաև օժանդակ շինություններից։ Ստեփանավանի դենդրոպարկ Ստեփանավանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սոճու դենդրոպարկը հիանալի վայր է ընտանիքի կամ ընկերների հետ հանգստանալու համար։ Սոճուտը Հայաստանի տարածքում առաջին դենդրոպարկն է։ Այստեղ աճեցվում են մեծ թվով տարբեր տեսակի ծառեր և թփեր, որոնցից որոշները բերվել են աշխարհի տարբեր անկյուններից։ Դենդրոպարկից ոչ հեռու գտնվում է Սոճուտ առողջարանը, որը հնարավորություն է տալիս հանգստանալ և լիովին վայելել Ստեփանավանի անտառների բուժիչ օդը։ Ձորագետ Հզոր և ջրառատ լեռնային գետը հոսում է գեղատեսիլ խորը կիրճով։ Այս վայրը լիիրավ համարվում է Լոռվա մարզի բնական հրաշալիքը։ Ձորագետի կիրճը նույնիսկ երբեմն համարում են Հայաստանի ամենագեղեցիկ ձորերից մեկը։ Կոմունիստների քարանձավները Այսպես է կոչվում այստեղ տեղակայված գեղատեսիլ մի վայր։ Տեղանքը այսպիսի անսովոր անուն է ստացել, քանի որ ըստ տեղացիների հենց այստեղ էին թագավորական զինվորներից թաքնվում Հայաստանի առաջին կոմունիստները։ Այնուամենայնիվ, գեղեցիկ բնական տեսարանների համար արժե այցելել կոմունիստների քարանձավները։ Ստեփանո Շահումյանի տուն-թանգարան Սովետական տարիներին Կենտրոնական հրապարակում տեղակայված տուն-թանգարանը համարվում էր քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ենթադրվում է, որ հենց այստեղ է 1899-ին Շահումյանը կազմակերպել Հայաստանում առաջին մարքսիստական ակումբը։ Հետխորհրդային ժամանակաշրջանում տուն-թանգարանը մասամբ վերափոխվեց Պատմության թանգարանի։ Այժմ այն պահպանվում է որպես պատմական շինություն։ Սուրբ Սարգիս եկեղեցի Սուրբ Սարգիս փոքր եկեղեցին համեմատաբար վերջերս կառուցված ճարտարապետական հուշարձան է։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Այն տարբերվում է միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայկական եկեղեցիներից իր ընդհանուր տեսքով և ներքին զարդարանքով։